Բարի լույս սիրելիներս, այսօր էլ պիտի խոսենք, թե ինչպես պետք է համբերել նեղությունների մեջ։ Եղբայրներ, չարչարանքներ եւ համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով։ Ահա երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին եւ տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է եւ ողորմած։ Առաքյալն այստեղ ուզում է մեզ սովորեցնել, սիրելիներ, որ առավել եւս նեղությունների մեջ մարդը պետք է համբերություն դրսևորի։ Հիսուսը ինքը իր անձնական օրինակով իր նեղությունների չարչարանքների մեջ համբերություն դրսևորեց, որովհետեւ համբերությունը նաեւ մեզ համար նոր դուռ է բացում, կյանքի նոր ճանապարհ է բացում։ Եվ նաև պայման է, որ նեղության մեջ դու համբերություն ցուցաբերես, ոչ թե դու պետք է խուսափես նեղություններից, դժվարություններից, այլ հակառակը դրա մեջ լինելով համբերատար պիտի անցնես։ Եվ ինչ է ասում Հիսուս. քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Ուրեմն նշանակում որ Հիսուս մեզ պարտվելու հոգի չէ տվել, այլ հաղթելու։ Եվ եթե դու այդ հաղթական հոգին ունես, դու բոլոր նեղությունները, դժվարությունները, անգամ փորձությունները, ծանր հիվանդությունը դու կարող ես հաղթահարել, եթե այդ համբերության մեջ Հիսուսի հետ ձեր ձեռքի բռնած քայլես։ Հիսուս որևէ ճակատամարտ չի պարտվել, սիրելիներ։ Հիսուս որևէ փորձություն չի պարտվել, այլ ամբողջը հաղթանակած դուրս է եկել։ Եվ դա էլ օրինակ է թողել մեզ, որպեսզի մենք էլ իմանանք, թե ինչպես պետք է հաղթահարենք։ Երբ Հիսուս փորձությունների, նեղությունների մեջ էր, նա իբրև Աստված չէր այդ ամեն անում, այլ իբրև մարդ էր եւ ցույց էր տալիս, որ յուրաքանչյուր մարդ էլ այս օրինակով, այս ճանապարհով կարող է հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու նեղություն։ Եվ օրինակը մեզ բերում է, ասում է, տեսեք մարգարեներին, թե ինչ համբերություն ցուցաբերեցին։ Հրեաները ժամանակին սպանեցին շատ մարգարեների, կարծելով թե դրանով իրենք լավություն են անում Աստծուն։ Ճիշտ է, այսօր ժամանակները փոխվել են, մենք քրիստոնյա աշխարհի մեջ չունենք այդ հալածանքը, սպանությունը, բայց նույն բանն, այսօր եթե ֆիզիկապես մեզ չեն սպանում, մեզ ծաղրում են Աստծո խոսքը եւ հոգեպես եւ բարոյապես նվաստացնում են մարդուն, ովքեր հավատում են Աստծուն եւ ապրում են այդ խոսքով։ Այսօր շատ քրիստոնյաների հանդեպ արհամարանք ու ծաղրանք կա, թե 21-րդ դարում ով է տեսել մարդիկ Աստվածաշունչ կարդան, ով է տեսել ծնկաչոք աղոթքեն կամ Աստծուն հավատան, այս որ դարն, այս գիտության աշխարհում ինչ Աստված, բայց ինչքան որ մեր կյանքը զարգանում է, ինչքան որ գիտությունը մեզ համար հեշտություն է բերում մեր կյանքը ավելի հեշտ ապրելու, այնքան մարդիկ ավելի դժբախտ ու անորոշության մեջ են ապրում, որովհետև այս ամենի մեջ դու չգիտես հոգու ցավը, տառապանքը ինչպես խաղաղեցնել, եւ ամենագլխավոր չգիտես այս միայնության մեջ ինչպես ապրել։ Եվ օրինակը մեզ ցույց է տալիս Հոբին, սիրելիներ։ Հոբ երանելին սաստիկ փորձության ենթարկվեց Սատանայի։ Աստված Սատանային թույլատրեց ամեն փորձության ենթարկել, բայց չկպնել նրա հոգուն, այսինքն մահ չպատճառել։ Եվ ամեն ինչ կորցրեց, ունեցվածքը, ընտանիքին, զավակներին, ինքը ֆիզիկապես ծանր հիվանդացավ, բայց ամեն ինչի մեջ գոհացավ, որ Աստված տվել է, Աստված էլ վերցրել է։ Շատ կարևոր է հասկանալ Աստծո կամքը, թե այս նեղության դժվարությունը, որ մենք անցնում ենք, ինչի համար ենք եւ որն է մեր նպատակը։ Նպատակը մեկն է՝ մեր հոգու փրկությունը, որտեղ նեղության, դժվարության ժամին է, որ մարդը անդրադառնում է իր սխալներին, իր մեղքերին, փորձության ժամին է, որի հետ հայացքով շրջում է, տեսնի անցյալի պատուհանից ինչ սխալներ ունի, որpիսի երբ որ գա գալիքը, Տիրոջ առջև կանգնի մաքրված։ Ուրեմն այս նեղությունները, դժվարությունները մեր փրկության համար են, սիրելիներ։ Ուրեմն համբերություն ցուցաբերենք այս աշխարհի մեջ, որպեսզի կարողանանք հավիտենական կյանքը շահել։